ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք arm.radio.am կայք, դիտել կոճակը սեղմեք, հետևեք մեր եթերին եւ իհարկե Facebook-յան հարթակում եւս կարող եք մեզ դիտել։ Վերջերս Համաշխարհային բանկը հաստատել է $100 միլիոն արժողությամբ ծրագիր, որը նպատակ ունի զարգացնել Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները, բարձրացնել մարզերի գրավչությունը եւ խթանել տնտեսական ակտիվությունը։ Ինչ փոփոխությունները բերելու այս ծրագիրը, ինչպես այն կազդի համայնքների վրա եւ արդյոք Հայաստանը պատրաստ է լիարժեք օգտագործել իր զբոսաշրջային ներուժը։ Մանրամասները ներկայացնելու իմ զրուցակիցը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Եվ շնորհակալություն վերջապես տարիներ անց այս կարևոր խնդրին անդրադառնալու համար, որովհետև հաճախ մենք լսում ենք, որ ահազանգում են մարդիկ, մասնագետները, որ մենք ունենք շատ ցույց տալու բան, մեր երկիրը գրավչություն, գրավիչ է զբոսաշրջիկի համար, բայց մենք կաղում ենք ենթակառուցվածքների առումով։ Այս հարցը կարծես թե եկել եք լուծելու։ Նախ շնորհակալություն հյուրընկալելու համար, սա շատ կարևոր թեմա է եւ նաեւ Համաշխարհային բանկի տեսակետից տնտեսության համար շատ կարևոր թեմա է եւ ինքը այսօր շատ սենց օրգանական, բայց շատ արագ տեմպերով զարգացող ոլորտ է եւ ոչ միայն Հայաստանում եւ միգուցե կարելի է նաեւ ասել, որ համավարակից եւ այլնից հետո մարդկանց մոտ արժեքային համակարգում են փոփոխվել բաներ եւ ուզում են ավելի փորձարարական եւ նոր ուղղություններ տեսնել եւ կարծում Հայաստանը այդ առումով շատ լավ տեղում է արդեն։ Ինչ վերաբերում է ինչպես ենք ուզում լուծել եւ արդյոք որտեղից ենք սկսում, ուղղակի ուզում եմ ակնարկ անել, որ մենք ունենք արդեն հաջողված, մի փոքր երկար, բայց հաջողված ծրագիր նախկինում, որը ավարտել ենք 24 թվականին։ Որը նկատի ունեք։ Դա տեղական տնտեսության զարգացման ծրագիրն էր, կրկին վարկային միջոցներով սկսել ենք 15 թվականից, եւ այդ ծրագրի ականատես կարող են լինել ձեր ընկերները, զբոսաշրջիկները Գյումրիում, Կումայրի, Արգելավայրի, փողոցներ, կանաչ տարածքներ, այգիներ, բարեկամության այգին, ամնափրկիչ եկեղեցու հետնամասի այգին, շատրվաններ եւ այլն, ինչպես նաեւ Հինգորիսը, ինչպես նաեւ Ջերմուկը, ինչպես նաեւ Քարերի սիմֆոնիային մոտեցնող ճանապարհը, Գառնի հատվածում, այո, ենթակառուցվածքային բարելավումները։ Դա նախորդ ծրագրի հենքի վրա ենք ուզում։ Այսինքն սկիզբը դրված է, կարծես թե սկզբնական դժվարությունները կարող ենք համարել հաղթահարված։ Այո, եւ կարող եմ նաեւ ասել, որ մենք ունենք բավականին լավ դասեր քաղված այդ առումով հենց զուտ նման ծրագրեր իրականացնելու, բայց սակայն այսօրվա ծրագրի հենասյունում մենք փորձել ենք համատեղել ենթակառուցվածքը ոչ բուն միայն ենթակառուցվածք լինելու պարագայում, այնպես ենք մենք իրեն ուզում պահպանենք եւ սպասարկենք, որպիսի ինքը ոչ միայն վատթարանա տարիների մեջ, այլ նաև լինի ինքնածածկող ֆինանսական տեսակետից եւ կայուն, անընդհատ շարժման մեջ լինի եւ նաև պահպանման տեսակետից եմ ուզում ասել, որովհետեւ հանրային ենթակառուցվածքները դրանք հանրային մշտական ներդրումի կարիք ունեցող ոլորտ են եւ ինչպես անենք հարակից տնտեսական ուղղություններով, որպիսի կարողանանք այն եկամուտը գեներացված հետ բերել այդ հանրային ենթակառուցվածքը։ Շատ կարևոր է ստեղծել մի բան, բայց առավել կարևոր է պահպանել այդ ստեղծածը, որպեսզի ջուրը չընկնի, այս խոսքը իզուր չի ասված։ Եկեք հասկանանք ենթակառուցվածքները ասելով ինչ նկատի ունենք, որովհետև ես հասկանում եմ, որ մեր պատկերացրած ենթակառուցվածքները ավելի փոքր են, քան ձեր այն գործը, որ պիտի անեք, որովհետև մենք ես օրինակ քաղաքացին մտածում եմ ենթակառուցվածք ասելով կհասկանանք համապատասխան զուգարաններ ճանապարհներին, հնարավորություններ ճանապարհները բարվոք վիճակում լինեն, ես կուզեի ավելի խորքային ծանոթացնեիք, թե ինչ է սպասվում մեզ։ Շատ բարի։ Նայեք, հանրային ենթակառուցվածքի ծավալը, որը ծրագրում արդեն արտացոլված է եւ պետք է անենք, մի փոքր ունի նաեւ կոնցեպտուալ մոտեցում, որտեղ ենք դա անում, կարծում դա էլ է հետաքրքիր։ Սա հետևում է զբոսաշրջային կոմիտեի եւ Էկոնոմիկայի նախարարության իդեպ ծրագիրը իրենց իրականացման տիրույթում է, հետևում է այն քաղաքականությունը, որ ավելի հանգույցային, եթե թույլ տաք այդ բառը կիրառեմ, կլաստերային մոտեցում ցուցաբերենք, որը ոչ միայն
միայն ենթակառուցվածքային կլաստերի մասին ենք խոսում, այլ նաև տնտեսական կլաստերիզացիայի, որը բերում է ավելացված արժեք։ Եվ այդ վայրերում 7-ն են, այսպես ասած որպես պիլոտային, այդ 7-ն են ընտրվել 20-ից, մենք այո, իրավացեք ճանապարհներ, մոտեցնող ճանապարհներ, սա խնդիր է մեզ մոտ դեռ։ Ես չեմ խոսում մայրուղային, այլ հենց մոտեցնող գյուղական ավելի ճանապարհների մասին, որոնք այսպես ասած վերջի կիլոմետրն են կամ վերջի մետրներն են, որ մոտեցնում են մեր այցելավայրերին զբոսաշրջային։ Ապա այն սպասարկող բոլոր ենթակառուցվածքները, ինչպիսիք են օրինակ սանհանգույցները եւ այլն, որոնք ուղղակի անհրաժեշտ են նաեւ հասկանալով ճանապարհի երկարությունը եւ այլն, եւ նաեւ ամենաառաջնային թիրախում է մեզ համար, որ այդ տեղանքներում, որտեղ կան ներդրումներ, մենք առաջնային տեսնում ենք տեղական բնակչության բարեկեցության ապահովումը, որովհետեւ աշխատատեղից բացի նաեւ զուտ ենթակառուցվածք, հանրային տարածքներ, կանաչ տարածքներ, մայթեր, փողոցներ, գետի մաքրում, օրինակ Դիլիջանում, կամուրջների ստեղծում, ավելի պրոմենադային տարածքներ, ավելի կանաչ եւ անտառային, այսպես ասած, մոտեցնող ենթակառուցվածքներ եւ նաեւ էներգոէֆեկտիվ լուսավորություն, որը նաեւ թույլ կտա մի փոքր ավելի գիշերակաց եւ երեկոն հաճելի սարքել մեր այցելավայրերում եւ նաեւ երկարացնել զբոսաշրջիկի զուտ գտնվել այդ վայրում, որովհետեւ տնտեսության տեսակետից ամենակարևորը, որ զբոսաշրջիկը գիշերակաց ապահովի այդ տեղանքում։ Ցավոք այսօր երևի թե 60-ից 70%-ը դեռ կենտրոնանում է Երևանում։ Այստեղ երկու լուրջ խնդիր մատնանշեցիք, ասեցիք օրինակ գետերը մաքրվի, ֆիքսենք մի կարևոր հանգամանք, մեր ծրագրի ընթացքում էլ ենք խոսել այդ մասին, մնում է բնակիչները հենց իրենք չախտոտեն այդ գետը։ Լուրջ այդպիսի խնդիր ունենք, այսինքն այստեղ մտածողության արժե համակարգի փոփոխության խնդիր ունենք, որը որքան էլ դուք չարչարվեք, մարդիկ պիտի հասկանան, որ իրենք որտեղ ապրում են, այդտեղ պիտի չախտոտեն։ Այս պարագայում մենք այդ խնդիրներն ենք տեսնում, ես կուզեի բարձրաձայնել։ Շնորհակալ եմ, դուք գալիս եք մի հատ վարքականոնային եւ միգուցե կարելի ասել մի քիչ մշակույթի ձևավորված ինչ որ մշակույթի, բայց միգուցե ոչ շատ ներկայացական, բայց մեկ դրվագ եմ ուզում փոխանցել մեր նախորդ ծրագրից Գյումրիում մենք Կումայրի արգելավայրում երբ որ փողոցները բարեկարգեցինք եւ այլն այցելության ժամանակ տեսնում ենք 3 այդ փողոցի վրա սեփականատերեր իրենց տան պատուհանները ներկում են պատշգամն են նորոգում եւ ես մոտեցա հարցրեցի տարեց մարդեր ասեց դե էլ չի սազում այս փողոցին։ Ուղղակի սա ուզում եմ ասել, որ գիտեք, երբ որ մենք միջավայրը փոխում ենք, մենք մարդկանց բացի որ լավ տրամադրություն եւ հարմարավետություն ենք փոխանցում, բայց նաեւ ինչ որ ձևով նաեւ ճաշակ ենք թելադրում եւ դրանովից նաեւ ուզում եմ անդրադառնալ մեկ այլ դրվագի, որ ծրագիրը ունի, դա միգուցե անվանենք քաղաքաշինական տեսակետից զոնավորման, բայց դա վերաբերում է հարկայնություն, նյութերի կիրարկում, գունային, գովազդների, պաստառների եւ այդ բոլորը գիտեք ոչ միայն ոնց որ աչքին հարիր չի, բայց նաեւ ուզում ենք փոխանցել եւ հետ բերել այն մշակութային յուրահատկությունը, որ այդ տեղանք ունի։ Օրինակ Դիլիջան, հա, պատկշամբները փայտից եւ այլն ոչ, Գորիսը, այդ շարվածքը Գորիսի փորձելենքին Գորիսում, այո, փոխանցել, որ գիտեք, սենց մենք երևի որ ավելի տեղական աչքով հաճախ ենք տեսնում, չենք գնահատում եւ նաեւ ուզում եմ շատ կարեւոր բան նշել, որ այն բոլոր ներդրումները, որ անելու ենք 7 կլաստերներում, դրանք մրցակցող չեն, իրենք փող լրացնող են միմյանց, որովհետև յուրաքանչյուր տեղանքում հենքը եղել է այն ուրույն արժեքները, որ այդ տեղանքը օրինակ ունի արդեն։ Եթե Արենին վերցնենք, հա, տեղայնացված տարբերակով է կանում թիրախային, գինու բնորան, հա, ժայռեր եւ այլ, այդ բնությանը ներհատուկ գույներ, նյութեր եւ նաեւ ձևավորում։ Սա նաեւ ենթադրում է մասնավորի համար ինչ որ ձևով սիգնալ է տալիս, որ սա է ոնց որ թե
ընկալելի զբոսաշրջիկին եւ տեղացիներին հաճելի եւ միգուցե դա դառնա ավելի ավանդույթ կրկնօրինակման ենթակա։ Մենք գնում ենք այլ երկրներ եւ մեր աչքը շոյվում է, երբ տեսնում ենք միագույն, միատիպ շինություններ կամ տեսնում ենք շինություններ, որոնք թեպետ տարբեր են, բայց հասկանում ես, որ այնտեղ դիզայներական մտածողություն կա եւ ընդհանուր նրանց համախմբող մեկ բան կա եւ որպես զբոսաշրջիկ աչքդ շոյվում է։ Հույս ունենանք, որ ծրագրից հետո նմանատիպ պատկերներ նաեւ մենք կտեսնենք մեզ մոտ։ Երկրորդ խնդիրը, որ կուզեի մատնանշել, դուք ինքներդ ասացիք, որ զբոսաշրջիկները գնան Հայաստանի որևէ վայր եւ մնան։ Ցավոք մենք կարող ենք ասել փաստել մի կարևոր հանգամանք, որ ունենք հրաշալի բնություն, հիանալի վայրեր, որոնք մայրաքաղաքից բավականաչափ հեռու են, 4-5 ժամ պետք է մեքենայով գնաս, բայց արի ուտես, որ զբոսաշրջիկին պահող, երեկոն ապահովող նաեւ սրանք գուցե պարզ բաներ են, բայց մանրուքներ են, բայց կարևոր մանրուքներ են զբոսաշրջիկի ոչ միայն մշակութային, արկածային ապահովելու, այլև երեկոն հանգստանալու եւ գեղեցիկ վայելելու համար։ Այսինքն մենք հույս ունենանք, որ հետագայում նաեւ այս ձեր գեղեցիկ փոփոխությունների շնորհիվ տեղացիները կփորձեն նաեւ կոլորիտին համահունչ տարբերակներ մտածել։ Տեսնում եմ, որ հյուրատներ, հյուրանոցներ բավականաչափ սկսել են ակտիվանալ եւ կան, բայց դա բավարար չէ միայն, պետք է նաև պահող բաներ։ Միանշանակ շատ թիրախային ճիշտ կետերի եք գալիս մեր զրույցում։ Ուղղակի ուզում եմ նշել, որ տնտեսության տեսակետից զբոսաշրջությունը դա մասնավոր հատվածի գործունեության արգասիկ է իրականում։ Դրա համար ասացի հուսանք հանրային ոլորտը եւ մենք էլ ենք դասվում հանրային ոլորտին օժանդակող այսպես զարգացման կառույց, մենք միայն կարող ենք անել այն, ինչ որ կարող ենք օժանդակել հանրային տիրույթում ստանդարտների, օրենսդրության կարգավորումների եւ այլն։ Ես ուզում եմ նաեւ նշել, որ ծրագրի մեջ որպիսի մենք ենթակառուցվածքի բացի լինելիությունը ապահովելուց նաեւ ունենք բաղադրիչ, որը ուղիղ միտված է խթանել եւ հասկանալ ինչն է հարկավոր մասնավորին եւ ես խոսում եմ ոչ խոշոր։ Այո։ Մենք հիմնական ՓՄԶ-ները մարզերում ծառայության ոլորտում են եւ զբոսաշրջության ոլորտում են մեր վիճակագրությամբ։ Ինչն է պետք իրենց ավելի խթանել եւ ավելի կայուն դարձնել, որովհետեւ մենք ունենք սեզոնայնության խնդիր, մենք ունենք աշխատուժի խնդիր շատ լուրջ, ցավով պետք է նշեմ, բայց շատ վայրեր Երևանից ավելի թանկ աշխատուժ են փորձում գտնել հենց բարձր սեզոնին, ամառային ամիսներին։ Իսկ տեղական աշխատուժ ստեղծելը եւ դրա համար ուզում եմ հատկանշել, որ ծրագիրը ունի նաեւ կրթական բաղադրիչ, բայց այդ կրթական բաղադրիչը այսպիսին է, ինքը շատ հստակ ուզում ենք տրամադրել բավականին բարձրորակ եւ միջազգայինորեն ճանաչված գործընկերությունների արդյունքում նեղ մասնագիտական հմտություններ։ Այսինքն վերապատրաստման տարբերակներ են լինելու։ Նման սերտիֆիկացում։ Օրինակ համագործակցությունը շվեյցարական Լոզանի դպրոցի հետ, որը ոլորտի մասնագետները գիտեն, այսօր աշխարհում համարվում է լավագույնը։ Գյումրիում վերականգնել շուկան, որը պատմամշակութային ժառանգություն է իրենից ներկայացնում, բայց նաև ունենք անկանոն վաճառակակետեր եւ նաև ոչ շատ ամենակարևորը անմարտկային միգուցե պայմաններ այդ մարդկանց համար անձրևին, ձյանը եւ այլը արևի տակ կանգնած վաճառում են իրենց ապրանքը եւ նաեւ ունենալ օրինակ ֆրանսիական գաստրո դպրոց, որը սոցիալական ծրագիր է եւ տեղացիներին դա անվճար է տրամադրվելու։ Գիտեք, դրանք դառնում են, այսպես ասած, թիրախային տարածաշրջանի համար կարևոր բաներ եւ ստեղ ոչ թե այդքան բրենդն է կարևոր, բայց ճանաչելիությունը եւ տեղայնացումը, որ դա արվում է Երևանից դուրս։ Դրանովից մենք ստիպում ենք, որ այդտեղ ինչ-որ ձևով հոսքը լինի ավելի կայուն։ Եվ ուզում ենք հետ բերել եւ կապել ավելի կայուն ֆինանսական հոսքերի հետ մեր արհեստները։ Ինչպիսիք է օրինակ Գյումրիում եւ դա գիտեք երևի վստահ եմ, դա ժառանգություն է, մեր դարբնագործությունը,
այդ վարպետանց դպրոց ասվածը ուզում ենք վերականգնել։ Կլկլան բաժակներն էլ կլինեն, չէ՞։ Այո, ուզում ենք Արենիում անպայման արդեն մի փոքր կանոնակարգենք գինու սերտիֆիկացման եւ սոմելիեի դպրոց, այսպես ասած, գաղափարը։ Այսինքն Արենին ավելի կենտրոնացնելու ենք գինու գաղափարի շուրջ, զբոսաշրջիկին ուղղորդելով այնտեղ, եթե գինի է ցանկանում տեսնել։ Եվ ավելի ոնց որ արմատներին է գնում, որտեղ որ արդեն մենք ունենք բավական լուրջ հնեաբանական, այսպես ասած, արտացոլում, թե ինչ է եղել Արենին նախկինում, եւ նաեւ ուզում եմ նշել, որ այն պրոդուկտ ասվածները զբոսաշրջության, որ եւ արժեքները, որ ունենք, փորձել ենք ավելի բազմակողմանի եւ դիվերսիֆիկացված ներկայացնել, օրինակ հինդվինը, բացի արգելավայրից, նաեւ կառուցելու ենք թանգարան, որը ուզում ենք վստահ լինել կլինի ժամանակակից եւ հետաքրքիր եւ նաեւ գիտահեն, որովհետեւ մենք բավական լուրջ ժառանգություն ունենք, որը չբացահայտված է եւ շատ հետաքրքիր է եւ նաեւ միջազգային հնեաբանական տեսակետից եւ ինքը այսպես ասած միջազգային ժառանգություն է, ոչ միայն մեր հայկականը, եւ դրա հենքերը ստեղծենք, որպիսի դա էլ զարգանա, որովհետեւ կարող է չպատկերացնենք, բայց մարդիկ կան, որ ուղակի ընտրում են դեստինացիաներ, որտեղ կա այդպիսի արժեք եւ ուզում են դա տեսնեն, կան, որ օրինակ ուզում են ուղակի զուտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն տեսնել եւ այլն եւ այլն։ Այստեղ որքան հասկանում եմ, պիտի նաեւ հասկանանք ինչով ենք գրավելու զբոսաշրջիկին, որ ուզի գա Հայաստանի մարզեր եւ վերադառնա։ Սա ամենակարևորն է։ Զբոսաշրջիկներին լսելով մենք հասկանում ենք, որ նրանց համար իհարկե մեր պատմական վայրերն են առանձնահատուկ, մեր բնությունը, որ 1 ժամ ճանապարհ կամ կես ժամ ճանապարհ անցնելուց հետո կտրականապես այլ բնություն ես տեսնում։ Սա էլ է իրենց համար զարմանալի, բնականաբար մեր քաղցրահամ Սևանը, եւ որ ամենակարևորն է մարդիկ ու խոհանոցը արևը։ Այսինքն այստեղ մի քիչ ավելի կհեշտանա գործը, եթե դրանք լինեն, որովհետև մենք հյուրասեր ենք, մեր եղանակը բարենպաստ է եւ համեղ ենք պատրաստում ամեն ինչ։ Մենք կարող ենք չի ասել, որ սպասարկման ոլորտը մեզ մոտ բավականին լավ վիճակում է, որքան էլ որ ունենք խնդիրներ։ Եթե համատենք տարածաշրջանի հետ։ Միանշանակ, եւ դա ունենք նաեւ ապացուցողական հենց համաշխարհային բանկում արված ուսումնասիրություններ, հատկապես Վրաստանում։ Վրաստանի հետ համեմատ նայեք ինչ տենդենց այնտեղ արվեց, ավելի գնաց դեպի քանակը հոսքային, բայց ոչ տնտեսական տերմինով եթե ասեմ, որակական արժեք ստեղծելու առումով։ Հայաստանում մենք բավականին երկար ժամանակաշրջան եղել ենք թանկ դեստինացիա հասանելիության առումով, ինչքան էլ որ ուզում եմ նախ նշեմ, որ բավականին լուրջ պրոգրես ունենք հիմա ուղիղ եւ բազմաթիվ ավիակապուղիներով, միևնույն ժամանակ Հայաստանը այսօր ինքը մի փոքր ավելի փոքր երկիր լինելով հատկապես մեր ծրագրում ավելի կայուն զբոսաշրջության խթանն ենք ուզում լինել, որ պրոդուկտները լինեն շատ թիրախային եւ լավ որակի, որpիսի այն այսպես ասած ներկայացածությունը, որ անում ենք դրսում, կարողանանք նաեւ ապահովել տեղում, եւ այո, դուք շատ իրավացի եք, որ մեր այսօր սերվիս մակարդակ ավելի բարձր է, սակայն խնդիր ունենք ավելի ճիշտ պահպանելու այդ մարդկանց եւ հատկապես երիտասարդներ եւ կանանց համար ավելի կայուն հենքեր ստեղծել, որովհետեւ հյուրատները, որ սկսենք, ամենամեծ ծանրաբեռնվածությունը կնոջ վրա է ոչ միայն իր կենցաղի տեսակետից, այլ նաեւ այդ հյուրին դիմավորել, պահելը, կերակրելը եւ այլն, եւ ստեղծենք ավելի հավասարակշռում։ Նաեւ ծրագրի երևի թե կարևոր այսպես արդյունքներից ուզում ենք տեղական աշխատատեղ, կայուն աշխատատեղեր ստեղծել։ Մեկ ձևաչափը նա է, որ յուրաքանչյուր շինարարություն ստեղծում է ժամանակավոր աշխատատեղեր եւ դրանով իսկ խթանում է այդ արտահոսքը շինարարական, որը հիմա արդեն ունենք շատ հնարավորություններ, ավելի քիչ են մեկնում դեպի Ռուսաստան եւ այլն, բայց միևնույն ժամանակ եւ հետո ապա ավելի կայուն աշխատատեղերի ստեղծում։ Եվ ձեր նախորդ հարցի հետ կապված ուզում եմ ասել, որ այո, երեկոյան ժամանցի եւ այդ ժամանցը ավելի սեղան ուտելիք խմիչքից բացի դիվերսիֆիկացման մենք խնդիր ունենք։ Մշակութային երեկոներ, որոնք ոչ միայն զբոսաշրջիկին են անհրաժեշտ, այլև անհրաժեշտ են տեղացիներին, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ
որքան էլ առօրյականը չի, բայց այդուհանդերձ դա մեծ նշանակություն ունի հոգեբանական տեսանկյունից, եւ եթե զբաղմունք լինի, հետաքրքրություններ լինեն, վստահաբար կարող ենք ասել, որ մարզից երիտասարդները ուղղակի չեն ուզենա հեռանալ իրենց ծննդավայրից եւ կուզեն ծաղկեցնել։ Հետաքրքիր տարբերակներ ներկայացրեցիք, ուզում եմ հասկանալ, արդյոք բիզնեսները կարող են ներգրաված լինել այս աշխատանքին եւ ինչպես կարող են գործակցել։ Նման հնարավորություն կա, թե ոչ։ Նայեք, հանրային ոլորտի ենթակառուցվածքների մասով մենք անում ենք այն հիմնական բանը, որը հանրային ոլորտի, այսպես ասած, տիրույթում է պատասխանության, բայց ամենակարևոր արժեքը ստեղծում է մասնավոր հատվածը։ Եվ մենք մի քանի գործիք ունենք մասնավոր հատվածի հետ, այսպես ասած, համագործակցության։ Առաջի գործիքը, որը արդեն իսկ նախորդ ծրագրում կիրառել ենք եւ ուրախ եմ նաեւ նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը դա այլ ինդուստրիաներով էլ է տարածել, դա հանրային ենթակառուցվածքը մինչ մասնավորի սեփական տարածք տրամադրելն է, որը խթան է, այսինքն ճանապարհ կլինի, էլեկտրական մալուխներ, ինտերնետ կլինի, գազամատակարարում, օրինակ Արենի ամբողջ գյուղը ունի գազամատակարում, չի կիրառում դեռ, այլ խնդիր է դա էլ իհարկե, բայց ունի բերված արդեն հանգույց, որ ինքը կարող է տնային տնտեսությունները միացնել այդ հիմնական գազատարին։ Եվ նման ենթակառուցվածքներից բացի նաև ունենք ուղղակի շատ կլասիկ հանրային մասնավոր համագործակցության ձևաչափ։ Մեր ծրագիրը, երբ որ տնօրենների խորհուրդը Համաշխարհային բանկի հաստատեց, ունեցավ վերնագիր Դիլիջանում ճոպանուղի։ Եվ ուզում եմ նշել, դա երևի կլինի մեր ծրագրի ամենամեծ հանրային մասնավոր համագործակցությունը, նաև այդ ձևաչափը կա մասնավորի հետ համագործակցել։ Ճիշտ եմ հասկանում, գնում է այլ մարզի է միանում եւ դառնալու ամենամեծ ճոպանուղին։ Այդքան էլ չէ, ինքը փոքր իր այսպես ասած հեռավորության ցակից փոքր կետեր է կապում, բայց քանի որ Դիլիջանը տարբեր ռելիեֆների վրա քաղաք է եւ սփռված, ինքը կապելու է կենտրոնական հատվածը տախտային։ Այդ թաղամասին, որը իդեպ ասեմ, որ մեզ համար Համաշխարհային բանկի տեսակետից դա ուղղակի արկածային չի միայն, ինքը մենք դիտարկում ենք կանաչ իրեն որպես հանրային տրանսպորտ, եւ ինքը կապում է թախտային, որը ձմռանը դառնում է շատ դժվար անցանելի։ Եվ այստեղ հնարավորություն է ունենում արդեն ճանապարհը եւ ինքը կարծես թե եւ շատ լավ լուծում է հանրային, այսպես ասած, խնդիր տրանսպորտի ոլորտում, բայց նաեւ զբոսաշրջիկների համար դառնում է շատ հետաքրքիր, ինչ որ ասած, միջոցառում։ Դե միշտ էլ ճոպանուղիները ուրիշ հետաքրքրություն են առաջացրել, որովհետև դու հնարավորություն ունես այդ պատկերը տեսնել վերևից, ինչը էլ ավելի գայթակղիչ է։ Դիլիջանը զբոսաշրջային կենտրոններից մեկն է Հայաստանի եւ շատ լավ է, որ այնտեղ բավականին ակտիվ է ու նկատում ենք, որ բազմաթիվ այլազգի ներկայացուցիչներ իրենց երկիրը լքելուց հետո, որ գալիս են օրինակ Հայաստանում հիմնավորվելու, մեկ էլ տեսնում ես կարճ ժամանակ անց նրանք տեղափոխվել են եւ վայելում են կյանքը Դիլիջանում։ Սա ոգևորող է իհարկե, ենթադրում ենք նաեւ կանաչն է այստեղ գայթակղիչ։ Դուք 7 ուղղությունների մասին խոսեցիք, հիմա եկեք Արենի մասին խոսեցինք, Դիլիջանի մասին խոսեցինք, Տվինի մասին խոսեցինք, այստեղ ունենք նաև Գորիս, Գյումրի, Ջերմուկ, Եղեգիս։ Կարծես Գյումրիի մասով էլ խոսեցինք, հատկապես հին շուկան, որը կոլորիտային է եւ շատ լավ կլինի, որ այն իսկապես նորոգվի, որովհետեւ հենց քաղաքի սրտում, սկզբնամասում եւ բազմաթիվ զբոսաշրջիկներ հաստատ այդտեղ մեծագույն հաճույք կստանան։ Գորիսի կոլորիտը բոլորովին այլ է, կարծես ֆիլմից կադրեր լինեն այնտեղ։ Կարող ենք ասել, որ ձեր ծրագրի շնորհիվ այնտեղ ակտիվանա կաշկուժանա կյանքը, հատկապես վերջին շրջանում ենք տեսնում ենք այնտեղ ինչ որ չափ հուսահատություն, ավելի պասիվ վիճակ։ Գիտեք, ցավով, այո, այդ իրավիճակը նաև ունենք Ջերմուկում, եւ Ջերմուկն էլ է մեր կլաստերներից մեկը։ Ջերմուկի մասով ուղղակի նշեմ, որ դա ավելի հանքային իր ջրերի եւ այդ սպա եւ առողջարանային բժշկական ուղղվածությունը այնտեղ կտրվի։ Գորիսը յուրահատուկ է։ Այդ քարանձավային, այսպես ասած, կյանքի վերարտադրումը, ներկայացումը շատ հետաքրքիր է եւ բավականին մեծ հաջողություն է ունեցել տարածաշրջանային երկրներում։ Մենք կփորձենք բնապահպանորեն պատասխանատու ձևով միգուցե
փորձել այդ վերաներկայացումը ապահովել զբոսաշրջիկին, բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք որպես տեղացիներ նաև եւ տեղական զբոսաշրջիկներ խթանենք այդ ուղղությունը, բացի նրանից, որ հայտնի պատճառներով հոսքերը այնտեղ ավելի սակավ են, բայց նաև մենք խթանենք այդ ուղղությունը մենք էլ ինքներս, որովհետև արդեն իսկ Գորիս մեկնելը ինքը ստիպում է, որ դու գիշերակաց այնտեղ ունենաս եւ կա ենթակառուցվածք, որը ապացուցվել է, որ Տաթևի ճոպանուղու հիմնադրումից հետո բավականին լուրջ այդ հատվածներում Տաթևը կլինի Հալիձորը, Խնձորեսկը, Գորիսը բավականին լուրջ խթան է տնտեսական հանդիսացել, որովհետև իրենք հյուրընկալում են այդ զբոսաշրջիկներին, այդ հոսքը։ Իհարկե լույահույս ենք, որ այս բոլորը պետք է խթանի եւ նաեւ ստեղծենք այն արկածային եւ ժամանցային մշակութային մագնիտները, որոնք Գորիսը կդարձնեն ել ավելի գրավիչ եւ կաշխուժացնեն կյանքը։ Դուք նշեցիք համավարակը, որ համավարակից հետո աշխարհը փոխվել է եւ մարդիկ ավելի փոխել են իրենց արժեհամակարգն ու մտածողությունը։ Մենք կարող ենք ասել, որ արժեհամակարգը նաեւ մեր մոտ փոխվեց համավարակի ժամանակ։ Մենք հասկացանք, որ մենք մեր հայրենիքը լավ չենք ճանաչում ու գիտենք, որ շատ ընտանիքներ ուղղակի վեր էին կենում իրենց մեքենայով ու գնում էին Հայաստանը բացահայտելու։ Ես հույս ունեմ, որ երբ մեր ենթակառուցվածքները կլինեն ավելի բարվոք վիճակում, մենք ինքներս եւս կուզենանք գնալ եւ շարունակել բացահայտել մեր հայրենիքը։ Այստեղ կարող ենք ասել, որ կավելանան նաեւ կետերը, սննդի, արագ սննդի կետերը, որոնք ինքնաբերաբար իրենց հետ կբերեն նաեւ այն կարևոր պահանջները, որոնք մենք ասում ենք, որ չկան արտաքնոցի հետ կապված եւ այլնի հետ կապված եւ մշտապես մաքրությունը կապահովի։ Այստեղ մենք խոսում ենք կարիքի եւ բիզնեսի զարգացման համատեղության մասին։ Այո, միանշանակ եւ որպես ապացուցում այս ձեր ասածին, ուղղակի ուզում եմ բերել Գառնիի քարերի սիմֆոնիայի օրինակը։ Մենք այնտեղ ուղղակի ներդրում ենք արել ճանապարհի մեջ, որը գյուղից իջնում է դեպի ամբողջությամբ եւ սարքել ենք նրան ավելի հետիոտային, բայց ամռանը գնում ես եւ տեսնում ես, որ մենք ստեղծարար որպես այնպիսի փոքր, բայց շատ հետաքրքիր պրոդուկտներ են տեղացիները առաջարկում զբոսաշրջիկին, որ ինքը ինքնաբերաբար զարգացավ ենթակառուցվածքից հետո, որտեվ հոսքերը ավելացան։ Իհարկե, միևնույն ժամանակ կա մեկ այլ խնդիր, յուրաքանչյուր լավ բան ունի ինչ-որ ձևով հետևանքներ, որը նաև այս ծրագրով ուզում ենք հասցեագրել, ինչպիսիք է օրինակ, երբ որ թողունակությունը վայրի X է, իսկ մենք ունենում ենք ինչ-որ ժամեր, որը դա գերազանցում է, ինչպես այնպես անել, որ նախ պատասխանատու լինի այդ բնական կամ պատմամշակութային հուշարձանի նկատմամբ, նաև լավ տպավորություն թողնի զբոսաշրջիկին, որը ձեր ասած կրկնակի անգամ գալ եւ նաեւ փոխանցել այդ ինֆորմացիան ընկերներին, բարեկամներին, բայց նաեւ որպիսի չստեղծի անառողջ մրցակցություն նաեւ փոքր սուբյեկտների միջև այն պրոդուկտը, որ իրենք առաջարկում են վաճառքի կամ դա էլ պետք է մի փոքր ավելի ինձ թվում է խելամիտ արվի, ավելի գրագետ արվի եւ մենք կարծում ենք, որ մարզերում մենք ունենք այդ բացը, որ պետք է մի փոքր մարդկանց տարբերակները ցույց տանք, առաջարկենք, հասկանալի դառնա, որովհետեւ մենք սիրում ենք տեսանք ինչ որ մի բանը պոպուլար է, կրկնօրինակ ենք եւ այլն, բայց չենք հաշվի առնում, որ միգուցե դեռ այդքան հոսք չկա, որ նման պրոդուկտը հետաքրքիր լինի։ Այստեղ բիզնես մտածողությունն է փրկում։ Ինձ ուրախացրեց եւս մեկ հանգամանք, դա վերապատրաստումներն են, որովհետեւ հաճախ մենք տեսնում ենք շատ լավ պրոդուկտ, բայց չենք կարողանում այն վաճառել եւ ճիշտ մատուցել։ Հուսամ այս պարագայում այդ խնդիրները ինչ որ չափ կլուծվի, որովհետեւ այդուհանդերձ ամեն ինչ մարքեթինգի վրա է հիմնված այդ ոլորտում եւ շատ կարեւոր է թե ինչպես ես ներկայացնում այն գեղեցիկը, որ թեկուզ քո ձեռքերով ես պատրաստել։ Վերջին 2 րոպեն է, վերջում կուզեի նաև պատասխանեիք ինչպիսի երկարաժամկետ ազդեցություն կարող ենք ակնկալել այս ծրագրից Հայաստանի տնտեսության եւ բնակիչների կյանքի որակի վրա։ Նայեք, կարծում եմ առաջինը դա արդեն բարեկարգված միջավայրն է։ Այո։ Երկրորդը տնտեսական հաշվարկը ոչ միայն այս ծրագրի, այլ նմանատիպ ծրագրերի բերել են այն եզրահանգման, որ մեկ հանրային ամերիկյան դոլարը դա բերում է նվազագույնը 1 մասնավոր դոլար։
հետ բերում։ Եվ քանի որ զբոսաշրջիկությունը դասականորեն ունի տարբեր տնտեսության ուղղությունների վրա ազդեցություն, հարկերի տեսքով, զբաղվածության եւ այլն, ապա այդ համատեքստը այն է, որ բերելու է երկրի ավելի կայուն եւ տնտեսական զարգացման։ Եվ միանշանակ իհարկե, ինչպես ասեցի, ծրագիրը զրոյական կետից չի սկսվում եւ մենք ունենք տնտեսական ցուցանիշներ եւ փորձառություն, որը հիմնավորում է։ Փորձառությունը իր հետ կբերի նաեւ սխալների քիչ սխալների հնարավորություն, որովհետեւ դուք արդեն կարծես թրծվել եք եւ ավելի արհեստաբաշխ եք այդ ոլորտում։ Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար։ Մենք հուսանք, որ ինչ որ ժամանակ անց կտեսնենք ավելի բարեկարգված, ավելի լավ զբոսաշրջային ենթակառուցվածքային հատվածներ եւ ինքներս կվայելենք սեփական հայրենիքով, այսպես շրջելով։ Հիշեցնեմ, հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցն էր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի քաղաքաշինության գծով մասնագետ Նորա Միրզոյանը։ Մնացեք հանրայինի հետ եւ փորձեք ամեն մեկս մեր լուման ունենանք մեր հայրենիքը զարգացնելու, ծաղկեցնելու հարցում։ Քո ձայնը